Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը որպես կանոն ձևավորվում է դատավորների ընդհանուր ժողովի ընտրության արդյունքում, անդամները ընտրում են բոլոր Հայաստանի Հանրապետության դատավորների կողմից, հուլիսի 3-ից սկսած արդեն հանձնաժողովը, էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը կազմված կլինի 5 ոչ դատավոր անդամից եւ 6 դատավոր անդամից։ Հանձնաժողովը, ինչպես նաեւ մյուս լիազոր մարմինները, գիտենք, որ 3 լիազոր մարմին ունենք, կարգապահական հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնող արտադրության նախարարն է, էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովն է եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է համապատասխան հիմքերի առկայության դեպքում այս երկու բացի կանխարգելման հանձնաժողովից, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, մյուս երկու մարմինները իրականացնում են միևնույն բացարձակապես միևնույն գործառույթները եւ նրանց մանդատը հիմնականում կայանում է օրենքով սահմանած կարգով հաղորդումների կամ սեփական նախաձեռնությամբ, ուրեմն կարգապահական խախտումների հայտնաբերման, այդ հայտնաբերման արդյունքում կարգապահական վարույթ հարուցելու հարցի լուծման, կարգապահական վարույթ հարուցելուց հետո կարգապահական վարույթի իրականացման, խախտումների առկայությունը, բացակայությունը հաստատելու, հիմնավորելու կամ հերքելու նպատակով եւ բավարար հիմքերի առկայության դեպքում արդեն բարձրագույն դատական խորհրդին համապատասխան դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության դիմելու առաքելությամբ, այնուհետև միջնորդությունը դատարան որպես բարձրագույն դատական խորհրդի առջև պնդելու մեջ է հիմնականում կայանում բովանդակությունը կամ մանդատ կոչվածը կամ առաքելությունը էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի, եթե վերցնենք առհասարակ այդ մանդատի շրջանակներում իրականացված նպատակները հանձնաժողովի, հիմնական նպատակները ես կարող եմ ասել, որ հանձնաժողովը առաջին հերթին նպաստում է դատական իշխանության հեղինակության ամրապնդմանը, այն տրամաբանությամբ, որ հանձնաժողովը իր առաքելության շրջանակներում հանձն է առնում պատասխանատվություն ցանկացած հնարավոր արատավոր երևույթի վերաբերյալ արձագանքելու իր ընտրված լիազորությունների շրջանակներում եւ դրանով իսկ հաշվետվողականությունը ապահովում հանրության առջև, որ մենք թեկուզ հանձնաժողովի դատավոր անդամները կամ առհասարակ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ստեղծված հանձնաժողովը պատրաստ է ցանկացած հարատավոր երևույթի վերաբերյալ կայացնել այնպիսի որոշում, որը հետագայում կներկայացվի բարձրագույն դատական խորհրդի դատին եւ բարձրագույն դատական խորհրդի կողմից կորոշվի տվյալ դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը։ Հանձնաժողովը ունի դատավորների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն։ Հանձնաժողովը ունի դատավորների կողմից իրենց առաքելության շրջանակներում կայացրած որոշումների նկատմամբ վերաքննություն կամ վերանայման վարույթ իրականացնելու լիազորություն։ Հանձնաժողովը, ինչպես նաև մյուս լիազոր մարմինները առաջնորդվում են ուրեմն դատարանի անկախությունը հարգելու, դատական իշխանության հեղինակությունը ամրապնդելու, կամայականության, ինչպես նաև օրինականության սկզբունքների շրջանակներում առհասարակ երբ կարող կարգապահական վարույթ հարուցվի դատավորի նկատմամբ, այո, օրենքը դատական օրենսգիր 20-ական օրենքը հստակ արձանագրում է, որ կարգապահական վարույթ կարող է հարուցվել դատավորի կողմից նյութական կամ դատավարական իրավունքների նորմերի կամ վարքագծի կանոնների խախտման դեպքերում եւ բնականաբար եւ առհասարակ որևէ այլ որակում այդ խախտումների վերաբերյալ չի տալիս։ Այսինքն տպավորություն կարող է ստեղծվել, որ այդ խախտումների առկայությունը ինքնին բավարար է, որպեսզի օրինակ կարգապահական վարույթ հարուցվի կոնկրետ դատավորի նկատմամբ, սակայն պետք է ընդգծեմ, որ ինքնին այդ խախտումների առկայությունը բավարար չի կարգապահական վարույթ հարուցելու համար, որովհետեւ բոլոր այն դեպքերում, երբ որ չնայած նրան, որ խախտումները առկա են, ձևական առումով առկա են առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ դատավորի կողմից թույլ տված արարքում, սակայն կարող են լինել դեպքեր, որոնք իրենց նվազ կարևոր նշանակությամբ պայմանավորված չարատավորեն դատական իշխանության հեղինակությունը եւ ըստ էության կասկածի տակ չդնեն տվյալ դատավորի իր պաշտոնի համապատասխանությունը։ Այսինքն թեպետ կարող են լինել դեպքեր, որ խախտումը արձանագրվի, բայց այդ խախտումը իր բնույթով կարող է չհանդիսանալ կարգապահական վարույթ հարուցելու հիմք կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք, հաշվի առնելով իր նվազ կարևոր նշանակությունը։ Հաղորդումների ծանրակշիռ մասը մերժվում են, բայց ուզում եմ շեշտել, որ այդ մերժման գործառույթն էլ ունի
նշանակությունը, որովհետև դատական օրենքի սահմանադրական օրենքը պարտավորեցնում է հանձնաժողովին, իդեմս հանձնաժողովի նախագահի տալ հաղորդում ներկայացրած անձին պատճառաբանված պատասխան։ Հանձնաժողովը ես ուզում եմ նշել, որ հետապնդում է հանրային նշանակություն ունեցող նպատակներ եւ դրա համար մենք հստակ ունենք կանոններ, որ կարգապահական վարույթ կարող է հարուցվել ինչպես ֆիզիկական անձանց տեղական ինքնակառավարման պետական մարմինների կողմից իրավաբանական անձանց կողմից ներկայացված հաղորդումների հիման վրա, այլև իր գործունեության ընթացքում ինքնուրույն կարող է հանձնաժողովը հայտնաբերել առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ բովանդակող արարքներ, հարուցել վարույթ եւ իրականացնել կարգապահական վարույթ, ինչպես նաեւ զանգվածային լրատվական միջոցների կամ այլ հրապարակային տեղեկություններից կարող է հայտնաբերել եւ անկախ հաղորդումից իրականացնել կարգապահական վարույթ։ Կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացի կարգավորների համաձայն չկա արգելք այն դեպքերում, երբ որ կարգապահական վարույթ հարուցելու առաքելություն ունեցող, լիազորություն ունեցող մարմիններից որևէ մեկը հարուցում է կարգապահական վարույթ, կարճում է կարգապահական վարույթը եւ դրանից հետո մյուս լիազոր մարմինը զրկված է այլևս նույն փաստի վերաբերյալ, եթե իհարկե ունի համապատասխան հաղորդում կամ առհասարակ սեփական նախաձեռնությամբ հարուցելու վարույթ եւ իրականացնելու համապատասխան գործընթաց։ Այսինքն այդ արգելքը մենք չունենք։ Դա նշանակում է, որ դատավորը կարող է օրինակ մի լիազոր մարմնի մոտ ըստ մի վարույթ հարուցող մարմնի հետ կապված մտնել որոշակի կարգապահական բնույթի հարաբերությունների մեջ, ավարտել այդ հարաբերությունները եւ նույն փաստի վերաբերյալ սկսել հարաբերություններ արդեն մյուս մարմնի հետ։ Որքանով է սա իրավաչափ չի, սա ես զերծ կմնամ դրա վերաբերյալ դիրքորոշում արտահայտելուց։ Եղել է իրավիճակ, երբ որ մենք օրինակ կարգապահական վարույթ չենք հարուցել կամ վարույթը կարճնենք, բայց այդ նույն փաստի վերաբերյալ վարույթը հարուցել նախարարը եւ կարգապահական պատասխանատվությանը ենթարկվել դատավորը ավելին դատավորի լիազորությունները դադարեցվել։ Այդ ժամանակ մեզ բոլորը մեղադրում էին, ասում են, տեսեք, դուք վարույթը չհարուցեցիք, չգիտեմ, բայց խախտում կար եւ այլ եւ այլ։ Վերջերս էլ կայացված մեկ որոշմամբ, որքանով որ ես տեղակ եմ, լիազոր մարմինը ընդհանրապես վարույթ չէր հարուցել, կարգապահական հանձնաժողովը վարույթ էր հարուցել, միջնորդություն էր ներկայացրել Վարչագույն դատական խորհուրդ եւ Վարչագույն դատական խորհուրդը դատավորին ենթարկել էր խիստ նկատողության։ Կամ վարույթը կարճնենք, բայց այդ նույն փաստի վերաբերյալ վարույթը հարուցել նախարարը եւ կարգապահական պատասխանատվությանը ենթարկվել դատավորը ավելին դատավորի լիազորությունները դադարեցվել։ Յուրաքանչյուր հանձնաժողովի դատավորի անդամ ընտրությունից առաջ պետք է անցնի որոշակիորեն, այսպես ասած, հոգեբանական թեստ, ինքն իր հետ, Պարզա, որ այդտեղ բացի դատավորներից, քո գոլեգաներից, այդ թվում նաեւ գուցե նաեւ ավելի մտերիմ գոլեգաների հետ կապված այլ հարաբերության դու չես ունենալու եւ դու անընդհատ կարող ես օրինակ թիրախավորել նաեւ ճակերտավոր օրենքի շրջանակներում նաեւ քո գոլեգաներին եւ դրանից կարող նաեւ վերաբերմունք փոխվի, բայց ուզում եմ ասել, որ մեր հանձնաժողովում ներկայումս գործունեություն եւ նախկինում են ինչքանով ես որ աշխատել եմ գործունեություն ծավալող բոլոր դատավոր անդամները շատ գիտակցված են կատարել այդ ընտրությունը, հաշվի առնելով, որ այդ հանձնաժողովում պիտի լինեն ամեն դեպքում դատավոր անդամներ եւ եթե այդ դատավոր անդամներին ձայնն է տրվում եւ նրանք ընտրվում են, դա նշանակում է նաեւ, որ դատավորները պետք է պատրաստ լինեն նաեւ ընդունելու այն բոլոր որոշումները, որոնք որ կայացվել են այդ դատավոր անդամների քվեարկության արդյունքներով։ Կարծում եմ, որ մեր դատական իշխանությունը ըստ էության դատավորները չպիտի կաշկանդվեն եւ գործում այն կանխավարկածը եւ իմ մոտ էլ հոգեբանորեն ընկալումն է, որ դատավորը պարզապես իրավունք չունի կաշկանդվելու այն անձից կամ այն մարմնից, ով սահմանադրորեն կամ օրենքով սահմանած իրականացնում է իր առաքելությունները։ Էթիկայի պարքապական հարցերի հանձնաժողովի գործունեության ընթացքում կարող եմ արձանագրել, որ բազմաթիվ էին խախտումները, որոնք վերաբերում են ողջամիտ ժամկետների քննությանը եւ առհասարակ հատկապես նաեւ քրեական գործերով վաղամության ժամկետների խախտումներին։ Մինչեւ վերջերս մենք անդադար ունենում ենք այդպիսի խնդիրներ եւ առհասարակ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում բնականաբար հաշվի ենք առնում նաեւ դատավորների ծանրաբեռնվածությունը, մեղքի արկայությունը, որքանով էին հնարավոր այդ ծանրաբեռնության պայմաններում հաղթարել այդ պահանջները, որոնք դրված էին դատավորների առջեւ, բայց ներկայումս քանի որ բազմաթիվ ըստ էության օրենսդրական փոփոխություններ էին տեղի ունեցել, որի արդյունքում որոշակի բեռնաթափում է իրականացվել դատարաններում, գնալով այդ խախտումները պակասում են եւ ըստ էության այն ժամկետները, որոնք նախկինում էին խախտում էին դատավորների կողմից, այլևս այդ ժամկետների խախտումները չկան, կան ավելի նվազ
տևողությամբ խաղաժամկետների խախտումներ, որոնք ամենայն դեպս կրկին քննարկում են Բարձրագույն դատական խորհրդում, ինչպես նաև տեսնում եք, որ այս բոլոր քննարկումները այս վերջին վարույթների վերաբերյալ բոլորն է վերաբերում են ժամկետների խախտումներին։ Ուզում եմ հանրությանը նաև տեղյակ պահել, որ Վենետիկի հանձնաժողովը այս փոփոխությունների վերաբերյալ տվել է դրական եզրակացություն եւ ինչպես Գրեկոն, այնպես էլ Վենետիկը առաջնային են համարել օրինակ նախարարի կողմից այդ լիազորությունների իրականացնելու այդ լիազորության վերացման անհրաժեշտությունը, ընդգծելով, որ եթե հանձնաժողովը այս կազմով կգործի արդյունավետ, ապա պետք է քննարկվի օրինակ մյուս լիազոր մարմնի վարույթ հարուցող մարմնի, այսինքն լիազոր մարմնի կողմից այդ գործառույթը վերցնելու կամ վերացնելու հարցը։ Բայց քանի որ այստեղ մենք ունենք մի իրավիճակ, երբ որ միևնույն հաղորդումները քննարկվում են երկու մարմինների կողմից, որևէ կերպ հաշվի առնելով նաև որ հանձնաժողովը կոլեգիալ մարմին է եւ ինքը իր գործունեությունը չի կարող այն արագությամբ կազմակերպել, ինչը օրինակ մյուս լիազոր մարմինը, հաշվի առնելով հանձնաժողովի կազմը, նիստերի հաջորդականությունը, տևողությունը եւ այլ, ես կարծում եմ, որ շատ դժվար է լինելու այդ արդյունավետությունը ապահովելը այն տրամաբանությամբ, որ վերջին վարույթների օրինակով ասեմ, հանձնաժողովը դեռևս չէր հասցրել այդ հարցերը քննարկել, բայց արդեն օրինակ նախարարի կողմից հարուցվել էին վարույթներ եւ միջնորդությամբ դիմում էր ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին։ Ինչ վերաբերում է ծանրաբեռնվածությանը, այդ դատավորը նշում է, որ ծանրաբեռնված եմ նաև եղել։ Ես չեմ ուզում մտածել, որ ծանրաբեռնվածությունը կարող է ազդել դատավորի վարույթում քննվող որևէ գործի արդարադատության որակի վրա, այն էլ այսպիսի հիմնարար իրավունքների իրականացման տեսանկյունից, որտեղ մենք դատավորներս գիտենք, որ կան որոշակի հիմնարար գործառույթներ, որոնց համատեքստում մենք պարզապես սխալվելու իրավունք չունենք։ Մեր գնահատմամբ սա այսպիսի իրավիճակներից մեկն է, դրա համար խոսել հետևանքների մասին, ես կարծում եմ, այո, կարևոր է, բայց նաև առանց հետևանքի նյութական սուբյեկտիվ իրավունքների զրկման տեսանկյունից այս խախտումային ցայտուն օրինակներից մեկն է, որ չպետք է թույլ տրվեր համենայն դեպս իմ կարծիքով, իմ գնահատմամբ դատավորի կողմից։